Տեսողության համաշխարհային օրը նշվում է ամեն տարի հոկտեմբերի 11-ին աշխարհի շուրջ 100 երկրներում, նպատակ հետապնդելով բարձրացնել տեսողության խանգարումներով եւ կուրությամբ տառապող մարդկանց խնդիրները։ Այն կարևորվում է Հայաստանում ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ու Հայաստանի ակնաբուժության նախագծի մանկական կուրության կանխարգելման գերազանցության կենտրոն ծրագրի մեկնարկով։ Այս տարի ծրագիրը ստացել է լույս մանուկների աչքերին խորագիրը։ Նմանատիպ բարեգործական ծրագրեր հայկական ակնաբուժության նախագիծն Արմավիրում անցկացնում է արդեն 9-րդ տարին։ Հերթական բարեգործական միջոցառումն իրականացվեց Լուկաշին համայնքում։ Համայնքում անվճար ստուգման համար գրանցվել էին մոտ 170 բնակիչ, որոնց ակնային ստուգումներին անհրաժեշտության դեպքում կհաջորդի վիրահատությունը կամ բուժումը շարժական հիվանդանոցում, վստահեցնում է հայկական ակնաբուժության նախագծի ներկայացուցիչ Նունե Եղիազարյանը։ Շարժական հիվանդանոցը կտեղակայվի Արմավիրում, այսինքն այն բոլոր բնակիչները, ովքեր այս գյուղում են, կարող են առանց հեռու գնալու ստանալ անվճար բարձրակարգ ծառայություններ։ Դեղորայք մենք չենք տալիս, մենք անում ենք վիրահատություններ նրանց, ովքեր որ սոցիալապես անապահով են, եւ անում ենք լազերային բուժումներ բոլորի համար, քանի որ այս հիվանդությունները կարող են նրանց բերել կուրության։ Իսկ մենք հնարավորություն ենք տալիս կանխել կամ գոնե երկարաձգել այդ իրավիճակը։ Արմավիրի մարզում բարեգործական ծրագրի շրջանակներում նախատեսվում է անցկացնել 4000 մարդու ակնային ստուգումներ, մոտ 3000 ակնոցների տրամադրում եւ 500-ից 600 վիրահատություն։ ԱՄՆ զարգացման գործակալության ծրագրերին մեծ ոգևորությամբ մասնակցում են նաեւ Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը տիկնոջ Լիբի Հեֆերնի հետ եւ իրականացնում տարաբնույթ կամավորական աշխատանքներ։ Դեսպանատան աշխատակիցները եւ կամավորականների մի մեծ խումբ դեսպանի գլխավորությամբ ներկեցին դպրոցի դռներն ու պատուհանները։ Անդրադարձան նաեւ համայնքի էկոլոգիական խնդիրներին, կատարելով աղբահանություն եւ խմելու ջրի ստուգում։ Սա ծրագիր չի բառից բուն իմաստով, սա կամավորների գործողություն է եւ մարդիկ եկել են ուղղակի օգնելու։ Ես անձամբ այսօր ներկել եմ դուռ այնտեղ եւ պատուհան, եթե դուք չեք տեսել, գնացել եմ երեխաների հետ ստուգել ենք ջրի որակը եւ նայել ենք ոնց է այնտեղ ամեն ինչը։ Այս բանից մեքենայից դատարկել եմ նկարը, որի վրա հիմա երեխաները աշխատում են եւ գյուղի փողոցից հավաքել ենք մի քանի հատ դատարկ պլաստիկ շշեր։ Կամավորական միջոցառումն իրականացնելու համար դեսպանատան աշխատակիցները կազմակերպել են թխվածքների վաճառք, որին ստացված գումարներով էլ գնել են ներկերն ու անհրաժեշտ բոլոր պարագաները եւ բերել համայնքին նվեր։ Այն ոչ մի առնչություն չունի պետական գումարների հետ։ Դա մեր աշխատակիցների ամերիկյան եւ հայկական ներդրումն է այս ծրագրի մեջ։ Կամավորական աշխատանքներին մասնակցում էին նաեւ գյուղապետ Կարեն Մկրտչյանը, դպրոցի աշակերտներն ու համայնքի ակտիվ երիտասարդները։ Արթուր Հարությունյանն իր համայնքում միշտ է իրականացնում տարաբնույթ աշխատանքներ եւ հետևում դրանց հետագա զարգացմանն ու պահպանմանը։ Հերթական միջոցառումը բացառություն չէր։ Այս առաջի անգամը չէր։ Սկզբից դժվար է եղել, բայց հիմա արդեն գնալով ավելի հեշտանում է ամեն ինչ, ու մարդիկ տեսնում են, որ կատարված աշխատանքները տեսնում են ու գնահատում են։ Հենց այսօր մենք կամավորների խումբը ներկելու մասնակցեց ու նույնպես աղբահանությանը, իսկ նախորդ ժամանակներում ոնց որ մենք այգի ենք հիմնել, զբաղվում ենք այդ այգու մաքրությամբ, հետևում ենք այդ այգուն։ Դեսպան Ջոն Հեֆերնը բացի շինանյութից իր հետ բերել էր նաև Հայաստանի խորհրդանիշ Մասիս սարը պատկերող կտավ, որն իրենց պատկերացումներով ավարտեցին դպրոցի աշակերտները, ստանալով Հայաստանի գեղեցիկ բնությունը խորհրդանշող բնանկար։ Բարեգործական ծրագիրն ավարտվեց բերքի տոնի միջոցառումով։